Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 28-ի համար։ Օրը ուրբաթ է, աշխատանքային օր է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 28-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը առավոտյան կամ շուտ եք արթնանալու կամ երկար կարող եք քնել, որվա ընթացքում ինչ-որ մի բան ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Նաև ոչ է գաղտնիք կարող եք լսել կամ ժամի վերաբերյալ կամ ժամանակի վերաբերյալ, կարող է ուշանում են և իմանում եք ինչի կամ և այլն, ինչ-որ մի բան կարող են ձեզ ասել։ Եվ տանը առիթ ունեք կամ պետք է գնաք ոչ առիթի կամ տան հետ է կապված ինչ-որ մի բան։ Հնարավոր է նաև ինչ-որ մեկին եք կանչել, որ ինչ-որ մի բան սարքի և ուշանում է, և դա է ձեզ ասում, գաղտնիքը բացահայտել ինչ-որ մի բան, որը որ դուք չգիտեք։ Այսքանը ձեզ համար։ Դե կարող աշխատանքի հետ էլ է կապված ինչ-որ մի պրոցես։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 28-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը հաջողություն է ձեզ սպասվում, նաև երջանիկ եք այդ հաջողությունից, ինչ-որ մի լավ բան տեղի կունենա, նաև յուրաքանչյուր ինչ-որ հարցեր կան, որոնք որ ամեն ամիս ձեզ հետ կատարվում են, այդ օրը ևս կկատարվեն կան, վերջին մեկ ամսվա իրադարձությունը ի վերջո կարող է ավարտվել։ Նաև գաղտնիք կարող եք լսել այդ օրը և հանդիպում ինչ-որ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար։
Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 28-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոչ նամակ տեղեկություն կարող լսել, նաև փաստաթուղթ եք ստանում եւ բամբասանքներ կան, կարող է նաև ինչ-որ տեղեկություն եք լսում բամբասանքի տեսքով։ Նաև դա կարող է լինել բամբասանք ձեր մասին, ձեր շրջապատում, ձեր կողքը ինչ-որ մեկից բամբասեն։ Նաև այդ օրը հանդիպում, շփում ձեր հարազատ մարդու հետ, հնարավոր է նաև ինչ-որ մի բան է, որը ցույց է տալի հավատարմություն ինչ-որ մեկի։ Եվ ուշադրություն դարձրեք այդ օրը ձեր առողջությանը, կարող է այստեղ արտասվում եք, հուզվում եք, կարող է ուղղակի գլխացավեր լինեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 28-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը անպայման։ Հնարավոր է ինչ-որ մեկի հետ վիճեք, ինչ-որ դրանից լինի նաև, կամ տուն մաքրեք, քրտնեք եւ այլն, ուշադիր եղեք։ Նորություն այդ օրը կարող եք լսել եւ ժամին պետք է ուշադրություն դարձնեք։ Ժամը ձեզ համար շատ կարեւոր է, ինչ-որ մի հարց կա, կամ ինչ-որ մեկի հետ ժամ կարող եք պայմանավորվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առյուծներին։
Ինչ է սպասվում առուսներին մարտի 28-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը հեռախոսազանգ կստանաք, կամ դուք կարող եք զանգահարել, ոչ է գաղտնիք կարող է բացահայտվել։ Հնարավոր է նաև այստեղ սիրային ժամադրություն է կամ ձեզ սեր են խոստովանում ինչ-որ մարդիկ, դա է գաղտնիքի նման, ինչ-որ մարդկանց համար իհարկե։ Ոմանք նաև սիրային ժամադրություն ունեն, ոմանք նաև պայմանավորվածություն իրենց սիրելի մարդկանց հետ եւ իրենք կարող են ձեզ ինչ-որ մի գաղտնիք ասել ինչ-որ մեկի մասին մի բան։ Եվ ոչ է տեղեկություն կլսեք այդ օրը, ոչ է փաստաթուղթ կարող եք ստանալ, նաև ինչ-որ բաներ գրել, ջնջել եւ այլն։ Այսքանը ձեզ համար հնարավոր է փաթեթ եք ստանում։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 28-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը բամբասանքներ կան, չար խոսակցություններ կան, կամ ձեր շրջապատում, կամ ձեր կողքը, կամ այդ խոսակցությունները ի վերջո վերջնականապես կարող է ավարտվել, ինչ-որ մի բանի շուրջ էր սկսել, հիմա ավարտվի։ Նաև հաջողություն ունեք այդ օրը, երջանիկ եք, ինչ-որ մի բան ձեզ կերջանկացնի, երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, կարող է դա է ձեզ երջանկացնում, նաև այստեղ գումար կարող եք ծախսել կամ ինչ-որ մեկի հետ կարող եք գումարի մասին խոսել, հրավերք որևիցե առիթի, կամ դուք կարող եք հրավիրել, կարող ձեր երեխայի առիթն է եւ դուք եք երջանիկ եք, ուրախ եք հրավիրում եք։ Նաև ոչ է նամակ կարող եք ստանալ, տեղեկատվություն, փաթեթ, փաստաթուղթ կարող է հրավիրատոմսը, որ հենց հրավերք է որևիցե առիթի։ Ոմանք նաև կարող են գնալ ընդունվել աշխատանքի, հարցազրույցի, նաև պետական հիմնարկության աշխատողի հետ կարող եք հանդիպել, կամ շատ աշխատանք ունենաք։ Այստեղ կարող է աշխատանքի մեջ գումար ծախսեք, եթե ձեր սեփական գործն է։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 28-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում է յուրաքանչյուր ամիս կամ վերջին մեկ ամսով ոչ իրադարձություն ավարտվում է եւ գուցե շատ եք սպասել իրոք այդ որ ավարտվեր, հուզվում եք, նաեւ կարող եք սեղանի շուրջ նստել, կարող եք նշել նաեւ դա, այնինչը որ ավարտվում է։ Համենայն դեպս ոմանք կարող են նաեւ հանդիպել ինչ-որ մեկին սեղանի շուրջ դրա համար հուզվեք եւ հրավերեք ոչ առիթի, այստեղ զանգ կլինի կամ ձեզ են հրավիրում կամ դուք եք հրավիրում մարդկանց առիթի նաեւ կամ այդ օրվա համար կամ մեկ այլ օրվա ինչ որ մի բաներ կավարտվի կորոշեք կվերջանա նաեւ հանդիպում շփում ձեզ համար շատ մտերիմ մարդկանց հետ հնարավոր է նաեւ դա նշանակում է հավատարմություն այստեղ ինչ որ մեկը կարող է գնալ ինչ-որ մեկից կարող եք բաժանվել իրոք այնպես, որ ինչպես որ դուք եք ուզում։ Հաղթանակը ձեր կողմն է։ Թե հիմա ինչ-որ մի բան կանեք, կավարտեք, կվերջացնեք, դա եւս հա, ոնց որ հաղթանակը ձեր կողմը կլինի, այսինքն լավ կավարտեք։ Հնարավոր է դա։ Իրոք, այստեղ ինչ-որ մի բան ոնց որ ի վերջո վերջանում է եւ նշում եք ինչ-որ մի բան կգնա ձեզանից, կամ ինչ-որ մեկը կարող է գնալ ձեզանից։ Եվ հետո ինչ-որ հարցերում տատանվում եք, արդեն ծանոթ եք անելու, թե ինչում ճիշտ արեցիք, ինչը ոչ։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք։ Կարող է դատական գործեր են, որոնք որ ավարտվում են ձեր օգտին, եւ այդ խնդիրը ձեզանից գնում է, եւ հետո սկսում եք նշել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճների մարտի 28-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում, հնարավոր է գաղտնիք է բացահայտվում, դա է, ինչ-որ մի բան ցավ է տալիս ձեզ, կարող եք սպասել, կարող է դա է, սպասում եք ու մտածում եք, որ չի գա կամ չի լինի, դա է ձեզ ցավ տալիս, ինչ-որ մի բան է, ամենայն դեպս, երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կարող են լինել, նաև գաղտնիք բացահայտվի, երեխաների հետ է կապված, նաև ծնունդ, կնունկ եւ այլն, կարող է այստեղ հղիություն է նաև չի բացառվում, երջանիկ եք օրվա ընթացքում, ոմանք ինտիմ հարաբերություններ կունենան, ոմանք նաև կարող պարկել, հանգստանալ, հա կարող է դա այնքան երջանիկ եք ուզում եք հանգստանալ, որ մի քիչ ուղեղը աշխատի, որտեղ կարող չի աշխատում ինչ-որ մի ձևով։ Այ մարդը, որ երջանկանում է ինչ-որ մի բանից, ոնց որ բայտակ ուզում եմ մի հատ հանգստանա, որ հասկանա այդ իրականությունները, թե չէ։ Նաև ճանապարհ, կամ ձեզ մոտ կգան, կամ դուք կգնաք։ Այսքանա ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 28-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ մարդկանց եք սպասում, այստեղ հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, և սպասում եք, որպեսզի իրան տեսնեք, հանդիպեք։ Ոմանք ժամադրություն ունեն սիրային, ոմանք նաև ձեր հարազատների հետ եք պայմանավորվել, պետք է հանդիպեք։ Նորություն կլսեք այդ օրը և գաղտնիք է բացահայտվելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 28-ին։
Հարգելի այցողջյուրներ, այդ օրը որոշ գործեր կարող են մնալ, չեք հասցնում ավարտեք։ Ոմանք ժամադրության կարող են գնալ, ոմանք իրենց սիրելիների հետ հանդիպել, ոմանք կարող են տուն մաքրել, ոմանք կարող են նաև վիճել, որովհետև տհաճ պահեր կան, կարող եք նաև վիճել ձեր սիրելի մարդկանց հետ, կամ ձեր զուգընկերոջ հետ, այնպես որ ուշադիր եղեք։ Հրավերք որևիցե առիթի, կամ դուք գրավրեք կամ ձեզ, նաև ուշադրություն դարձրեք այդ օրը ձեր առողջությանը։ Կարող վիճել, հետո ձեզ վատ զգալ կամ մրսել։ Օրինակ կարող տուն մաքրել, մրսել, քրտնել, ուշադրություն, որովհետև հիմա գրիպների ժամանակաշրջանն է այս պահին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 28-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, կամ էլ դուք կզանգարեք որևիցե մեկին։ Հանդիպում, շփում ձեզ համար շատ հարազատ մարդու հետ, կամ հենց իր հետ կարող եք խոսել, կամ ցույց է տալիս, որ ինչ-որ մեկը ձեր հանդեպ շատ հավատարիմ է, եւ հյուր, կամ դուք կգնաք, կամ ինքը կգա։ Ինչ-որ հյուրասիրության եւ այլն նման ինչ-որ օր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկների մարտի 28-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, լուծեք։
Նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ նաև ձեր սիրելիի առողջությանը։ Ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրո են խոստովանություն լսեն, ստանան, իրենք անեն, ձեզ սիրված գաք ինչ-որ մի հարցում, կարող է գնում եք բժշկի, օրինակ, պետական հիմնարկություն, կարող է հիվանդանոցն է գնում եք եւ ասում են ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, մի անհանգստացեք եւ դուք ձեզ շատ լավ եք զգում։ Նա ուրախ եք։ Նաև հեռախոսազանգ, դուք կզանգարեք կամ ձեզ կզանգարեն, ոմանք կարող են սիրային ժամադրություն ունենալ, ոմանք կարող են նաև ուղղակի պայմանավորվել իրենց հարազատների հետ եւ հանդիպել։ Հանկարծակի լուր այդ օրը կարող եք լսել եւ հանդիպում շփում ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ կամ ցույց է տալիս ձեր սիրելիի հավատարմությունը ձեր նկատմամբ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։